6-ն է, Նուբարաշեն Արարատի մարզ տանող ճանապարհահատվածն է, որտեղից 2 օր առաջ ֆոտոռեպորտաժ տեսանյութ ենք հրապարակել, քանի որ այս ճանապարհը նստվածք է տվել, որը իդեպ վերջերս է վերանորոգվել, ասֆալտապատվել, սակայն թերի աշխատանքի արդյունքում տեսնում եք ինչ վիճակ է։ Այդ ժամանակ 2 օր առաջ այստեղից խնդրանքով դիմել էինք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի մինչև ճանապարհը հիմնովին կվերանորոգվի, իմ տեղեկություններով նաև արդեն մրցույթ է հայտարարվել եւ մոտ 10 օրվա ընթացքում կսկսվի աշխատանքը, բայց մինչ կսկսվի աշխատանքը խնդրել ենք, որպեսզի տեղադրվեին անվտանգության նշաններ, նաև գիշերային երթևեկի համար տեղադրվեին լուսային նշանը, ինչը վարորդների համար հստակ հեռվից երբ մոտենային այս քանդված ճանապարհահատվածին կնկատեին, որ այստեղ ճանապարհը վտանգավոր է ու Տիգրան Ավինյանի հանձնարարականով տեսնում եք տեղադրվել է արդեն այդ հատուկ լուսային սարքը, որը վարորդներին արդեն վարորդները կնկատեն, որ այս ճանապարհը պետք է մի փոքր դանդաղ անցնեն։ Քաղաքապետարանից իդեպ տեղեկացանք, նորից կրկնվեմ գուցե, որ 10 օրվա ընթացքում այս ճանապարհը կսկսեն հիմնովին վերանորոգել։ Իդեպ ես նշել էի նախորդ նյութում, որ Երևանը այս ճանապարհը կապում է Արարատի մարզի մի քանի գյուղերի, պարզվեց ոչ միայն Արարատի մարզի մի քանի գյուղեր, այլ նաև Կոտայքի մարզի Գառնի Գեղարդ ճանապարհն է, այստեղով շատ հարմար, շուտ ու ինչու՞ չէ նաև անվտանգ հասնելու Գառնի Գեղարդ, քանի որ այդ ամբողջ ճանապարհահատվածը հիմնովին վերանորոգված է, կահավորված է ճանապարհային երթևեկության նշաններով, ինչը լավ կլինի, որ նաև այստեղ լինի։ Քաղաքապետարանից նշում էին նաև, հայտնեցին նաև, որ այն շին աղբը վերանալու է։ 2 օրվա համեմատ նստվածքը ավելացել է, այնպես չի, որ նույնը մնացել, նստվածքը ավելացել է։ Ասել են, խոստացել են։ Այս ճանապարհը մի որ լայն սարքացելնեին, այս վիճակը չէր լինի, մարդը կգար։ Մի պետք է սպասի, նա անցնի նոր։ Ուրա սարքեն, խոստացել են։ Կարան լայնացնել է։ Լիցք անեն, հա։ Հա, սողանք հա։ Մեծացել է այլի։
Բազմի շնորհակալ։ Գոնե սարքեն, խոստացել են ասեն 10 օրում կանեն, կսկսեն, հա։